Հուլիսի 22-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Լոռու մարզ, ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկային ներքին գործերի նախարարության եւ ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը, նշելով, որ քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի 334 հանցագործության դեպք է գրանցվել։ Սպանության դեպքեր չեն արձանագրվել։ Քրեական ոստիկանները սպանության փորձի եւ նախապատրաստության 5 դեպք են բացահայտել։ Հաշվետու ժամանակահատվածում վնասազերծվել են հանցավոր կազմակերպություն եւ խմբավորումներ, նվազել են լատենտային հանցագործությունների հայտնաբերման դեպքերը։ Ընդհանուր առմամբ աճել են հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները, որոնք հիմնականում պայմանավորված են բարեկային ծառայողների կողմից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի հայտնաբերմամբ։ Համայնքային ոստիկանության Տարոնի բաժնում գրանցված հանցագործությունները նվազել են 3.2%-ով, 210 հանցանքից բացահայտվել է 178-ը կամ 84.8%-ը, գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Նվազել են անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունները, աճել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը։ Առաջին կիսամյակի ընթացքում համայնքային ոստիկանության բազումի բաժնում գրանցվել է հանցագործության 240 դեպք, բացահայտվել 84.6%-ը, աճել են ընտանեկան եւ կենցաղային բռնության, մարդու եւ սեփականության, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության գուգարքի բաժնում գրանցվել է հանցագործության 74 դեպք, բացահայտվել 57-ը, նվազել են մարդու սեփականության դեմ ուղղված հանցագործությունները, լատենտային բնույթի հանցատեսակներով աճ է արձանագրվել։ Անչափահասների նկատմամբ կատարված հանցագործության դեպքեր համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնում չեն արձանագրվել։ Հաշվետու ժամանակահատվածում բաժնում գրանցվել է հանցագործության 149 դեպք, բացահայտվել 119, բացահայտման ցուցանիշը կազմել է 79.9%, նվազել են մարդու եւ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները։ Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնում գրանցված 117 հանցանքից բացահայտվել է 103-ը կամ 88%-ը։ Նվազել են տնտեսական գործունեության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, աճել մարդու դեմ ուղղվածները։ Ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության 4 դեպք է բացահայտվել համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնում։ Արձանագրված 145 դեպքից բացահայտվել է 129 կամ 89%-ը։ Բաժնի սպասարկման տարածքում նվազել են մարդու դեմ ուղղված հանցանքները, աճել սեփականության դեմ ուղղվածները։ Հաշվետու ժամանակահատվածում համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի սպասարկման տարածքում աճել են ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերը։ Արձանագրվել է հանցագործության 80 դեպք, բացահայտվել 73-ը։ Բացահայտման ցուցանիշը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, հասնելով 91.3%-ի։ Դրական դինամիկայի արձանագրվել լատենտային հանցատեսակների, մասնավորապես ապօրինի թմրաշրջանառության հայտնաբերման ուղղությամբ։ Տարբեր վարչական իրավախախտումներով Լոռու մարզի պարեկները առաջին կիսամյակի ընթացքում կազմել են ընդհանուր 45274 արձանագրություն, 3994-ով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բացահայտել են 88 հանցագործություն, այդ թվում սառը զենքի հայտնաբերման ու ապօրինի թմրաշրջանառության դեպքեր, թեև ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները, սակայն նվազել է դրանց հետևանքով զոհերի թիվը։ Ոստիկանության գվարդիայի Վանաձորի եւ Թումանյանի պետական պահպանության բաժինների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքը, ընդգծելով նաեւ ծառայության ընթացքում արձանագրված հանցագործությունների բացահայտման արդյունքները։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով Լոռու մարզում հանցավորության դեմ պայքարի արդյունքները, ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին իրականացրած աշխատանքի համար, հատկապես սպանության, նախապատրաստությունների բացահայտման եւ հանցավոր խմբերի վնասազերծման ուղղությամբ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության աշխատանքը նախարարը գնահատել է օրինակելի, ինչի շնորհիվ նաեւ նվազել են առանձնապես ծանր եւ ծանր որոշ հանցագործություններ։ Նախարար Սարգսյանը նշել է, որ պետք է առնվազն պահպանել դրական ցուցանիշները, շարունակել օպերատիվ միջոցառումները քրեական տարրերի եւ հանցավոր խմբերի բացահայտման ուղղությամբ, կարևորել է նաեւ ապօրինի պահվող հրազենի հայտնաբերման եւ շրջանառությունից դուրս բերման ուղղությամբ աշխատանքը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման եւ կանխարգելման միջոցառումները։ Առանձին անդրադարձ է կատարվել անչափահասների մասնակցությամբ եւ նրանց նկատմամբ կատարվող հանցագործություններին եւ ընտանեկան բռնության դեպքերին։ Նախարարը հանձնարարել է շարունակել պարբերական հանդիպումներն ու կանխարգելիչ աշխատանքը, ապահովելով ոստիկանության
ոստիկանության բոլոր ստորաբաժանումների համակարգված ներգրավվածությունը։ Ներքին գործերի նախարարը հատուկ ընդգծել է սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ արագ եւ համակողմանի արձագանքի անհրաժեշտությունը, կարևորել պատշաճ իրավական ընթացքի ապահովումը։ Արփինե Սարգսյանը հանձնարարել է շարունակել նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ շրջակա միջավայրի դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ միջոցառումները։ Առանձին ուշադրություն է դարձվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Անդրադառնալով պարեկային ծառայության աշխատանքին նախարարը կարևորել է պարեկների դերը ոչ միայն ճանապարհային երթևեկության կարգավորման, այլև հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման գործում, ընդգծելով արագ արձագանքման գործիքակազմի շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը։